Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը համարում է, որ խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկումից հետո լրագրողները խեղաթյուրել են իր խոսքը։ Նա չի ասել, որ շաքարավազի ոլորտին մենաշնորհ կտրվի։ Նախարարը նկատի է ունեցել, որ շաքարավազի գործարանը Հայաստանում միակն է, սակայն գործող օրենքով այս գործարանը չի համարվում մենաշնորհ, այսինքն չկա երկրորդ գործարան, հետևաբար միակը լինելը մենաշնորհային կարգավիճակ է։ Ինքը փաստացի միակն է, բայց չի համարվում մենաշնորհ։ Եվ ասել եմ հետևյալը. որպեսզի իրականությունը եւ օրենքը իրար համապատասխանեն, անհրաժեշտ է որպեսզի այդ մենաշնորհի կարգավիճակը ստանա, բայց ոչ թե արտոնությունների համար, այլ հավելյալ պարտավորություններ դնելու համար։ Արծվիկ Մինասյանը պնդում է, որ այդ նույն ճեպազորույցի ժամանակ ինքը չի համեմատել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ավիատոմսերը։ Իր համեմատությունը վերաբերել է միայն օդակայանների սպասարկման ծախսերին։ Զվարթնոց օդանավակայանում մեկ ինքնաթիռի սպասարկման հաշվով ծախսերը ավելի շահեկանորեն տարբերվում են, քան Թբիլիսիի եւ Բաքվի օդակայաններին։ Ամենևին խոսք չի եղել ավիատոմսերի մասին։ Արծվիկ Մինասյանը ասուլիսն ավարտեց հիշեցմամբ, որ ինքը եւ Արտակ Շաբոյանը ժամանակին հասցրել են ավարտել վարչապետի հանձնարարած զեկույցները եւ ներկայացրել կառավարությանը։ Հենց այդ զեկույցների հիման վրա է կառավարության ղեկավարը նոր հանձնարարական տվել, որի գլխավոր սկզբունքը բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելն է։ Զորապ Հարոյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։